Լուսնի աղջիկը, Կիրգիզական հեքիաթ։ Այսպես է եղել, թե չի եղել, ոչ ոք ճիշտը չի կարող վկայել, բայց ասում են, թե ժուկով ժամանակով երկրի վրա ապրելիս է եղել մի որբ աղջիկ։ Հայրը և մայրը վաղուց էին մեռել, աղջկան թողնելով մի ծեր ուղտ ու մի հորթուկ։ Աղջիկը ուղտը ծախում է և դրա փողով իր համար շոր էր առնում, իսկ հորթուկին էլ մորթում և կամաց ուտում է, որ սովից չմեռնի։ Այսպես անցնում են օրերը, հորթուկի միսը շուտով վերջանում է, հագի շորերն էլ ամբողջովին մաշվում են։ Հուսահատ աղջիկը գնում է իրենց հեռավոր ազգականներից մեկի, մի հարուստ բայի մոտ, բայց արի ու տես, որ այդ բայը շատ չար ու ժլատ մարդ էր։ Կինը նրանից ավելի չար ու ժլատ էր, բայց նրանք համաձայնում են, որ աղջիկը մնա իրենց մոտ։ Այդ էլ ոչ թե խղճահարությունից, այլ որ աշխատի իրենց համար ու պահի նրանց։ Այդ օրվանից սկսած խեղճ որբուկը սկսում է օր ու գիշեր աշխատել, վառելիք է բերում, կրակ անում, յուրտն է հավաքում ու մաքրում, կովն է կթում և ջուր բերում։ Բայց բայն ու իր կինը գող չեն մնում։ Հաճախ են նախատում խեղճ աղջկան, որ իբր լավ չի աշխատում, հայհոյում ու ծեծում են նրան։ Շատ է մորմոքվում խեղճ աղջիկը, արցունք է թափում ու տանջվում։ Մի անգամ ձմռան ցուրտ գիշերով բայը ու իր կինը աղջկան ջրի են ուղարկում, ձեռքն էլ մի կացին են տալիս, որ ջուր հանելու համար սառույցը ջարդի։ Խեղճ որբուկը գնում է գետափ, մեծ դժվարությամբ ջարդում է սառցի հաստ շերտը, երկու դույլ ջուր է վերցնում ու բռնում տան ճամփան։ Այնքան ցուրտ է լինում, որ թվում է, թե ձեռքերը փայտացել են, նույնիսկ սիրտն է սառել։ Հոգնածությունից աղջիկը սահում է, ընկնում ձյան մեջ ու ջուրը թափում։ Այլևս նա ուժ չի ունենում նորից գետափ գնալ, իսկ տուն գնալ վախենում է։ Բայն ու իր կինը ծեծելով կսպանեն նրան։ Այսպես մոլորված նա երկար ժամանակ մնում է կանգնած, չիմանալով, թե ինչ անի, իսկ աչքերից արցունքները աղբյուրի նման հոսում էին։ Կաթիլները ցած էին ընկնում ու դառնում սառցե գնդիկներ։ Աղջիկը ուզում է, որ մեկը լինի, որին կարողանա իր չար բախտը պատմել, բայց շուրջը շունչ արարած չկար, քանի որ բոլոր կենդանի էակները թաքնվել էին իրենց բներում ու տաքանում էին կրակի մոտ։ Միակարարածը, որին տեսնում էր աղջիկը, Լուսինն էր, որը դանդաղ լողում էր պարսկա երկնքով և ասես խղճահարությամբ նայում աղջկան։ Աղջիկը կանգնած էր այսպես, իսկ սառնամանիքը քանի գնում, այնքան ուժեղանում էր։ Հանկարծ ինչ-որ տեղից նա խշշոց է լսում։ Սառույցն էր ուժեղ սառնամանիքից ճակճկում։ Խշշոցը խանգարում է գիշերվա անդորրը և վախեցնում աղջկան, բայց այդ բանը ոչ ոք չի տեսնում, հեռավոր լուսնից ու թարթվող աստղերից բացի։ Աղջիկը էլ չի համբերում և աղերսանքով դիմում է Լուսնին։ Լուսին, գոնե դու ինձ խղճա։ Էն օրից, ինչ զրկվել եմ իմ հորից և մորից, երբեք մի լավ խոսք չեմ լսել։ Միշտ ինձ հայհոյում ու ծեծում են, աշխարհում ոչ ոք ինձ չի խղճում։ Այս խոսքերը ասում է, թե չէ, Լուսինը անմիջապես ցած է թռչում ու պառկում նրա ոտքերի առաջ։ Արևն էլ լսում է աղջկա բողոքը, և երբ Լուսինը ցած է իջնում, ինքն էլ ցած է գլորվում և կանգնում Լուսնի կողքին։ Աղջկա գեղեցկությունը արևին էլ է հրապուրում, ու արևի և Լուսնի միջև սկսվում է մի իսկական կռիվ։ Արևն ավելի ուժեղ է դուրս գալիս, քիչ էլ և հաղթանակը նրանն էր։ Այդ ժամանակ Լուսինը սկսում է խնդրել. «Սիրելի արև, դու կյանք ես պարգևում երկրի վրա ապրող բոլոր կենդանիներին, նույնիսկ բույսերը քո շողերից կենդանություն են առնում։ Խնդրում եմ, ինձ տուր այս խեղճ որբուկին։ Դու քո ճանապարհը անցնում ես ցերեկով, ամբողջ օրը հետևում ես երկրի կյանքին ու շարժումներին, իսկ ես ձմռան գիշերով ընթանում եմ քար դռության մեջ, մեն-մենակ, որովհետև բոլոր կենդանի արարածները
թաքնվում են տաք բներում, իսկ բույսերը ծածկված են ձյան հաստ շերտով։ Խնդրում եմ, գոնե թող, որ այս որբ աղջիկը ինձ մոտ մնա։ Արևը այս լսելով խղճում է Լուսնին և համաձայնում։ Լուսինը քնքուշ համբուրում է որբուկին, ամուր սեղմում իրեն, վերցնում նրա դույլերը, անկտին, որով դույլերն էր տանում, և նորից գնում երկինք։ Եթե ձմեռվա պարսկագիշերով ուշադիր Լուսնին նայելու լինեք, անպայման այդ աղջկան կտեսնեք։ Նա նստած է անկտին ուսին գցած, իսկ անկտից կախ են ընկած նրա երկու դույլերը։ Աղջիկը շատ է կապվում Լուսնի հետ, Լուսինն էլ կապվում է նրա հետ։ Լուսինը երբեմն կորցնում է իր որդեգրած աղջկան, և այնպես է տխրում, որ սկսում է սևանալ։ Գնում ու կորչում է Լուսնի պայծառ դեմքը։ Մարդիկ այդ բանը Լուսնի խավարում են կոչում։ Երբ Լուսինը նորից գտնում է իր սիրելի հոգեզավակին, դեմքը նորից պայծառանում է, և նա առաջվանից էլ ավելի ուրախ է ժպտում։ Այդպես է եղել վաղուց, և ասում են, այդպես կլինի միշտ, քանի դեռ գոյություն կունենա Լուսինը ու կլողա պարսկա երկնքում։